անհատապես փոքրիկ ինչ-որ կղզյակներ կան, որոնք ինչ-որ բաներ անում են, բայց դա չի բերում այն մեծ ձնագնդի էֆեկտին, որ կարա լինի համակարգայինի արդյունքում։ Այսօր մեծ հաշվով պետությունն է ամենամեծ արվեստի կառավարիչն ու պրոդյուսերը, հաշվի առնելով այն ռեսուրսները, որ տիրապետում այնքան մշակույթի, արվեստի ոլորտում։ Տարբեր ոլորտներում մենք ունենք շատ լավ ստեղծագործող, կրեատիվ մարդիկ, որոնք ստիպված են լինում տարբեր ձևի իրենց մասին գոռալ կամ խոսալ կամ իրանց ցույց տալ։ Քանի որ շատ ժամանակ չեն ունենում այդ հարթակները ու հնարավորությունները ու ինքնուս են սկսում դրանով զբաղվել։ Մեկը որտեղ եւ ինչպես պետք է երկրորդությունը տաս, երկրորդը ինչ հմտությունները պետք է տանք։ Արդյոք մենք ունենք այն մասնագետներին, ովքեր որ կարող են ավարտացնել այդ կուրսը։ 4 տարի պետք է այդ երեխեքին դասավանդեն։ Մենք ուղղակի ստիպված ենք բալաստի պես կրել մեր ուսերի վրա բազում մարդկանց, ովքեր միայն աշխատավարձ են ստանում եւ ոչինչ բացարձակ չեն անում։ Իրենք անխոցելի են օրենքի տեսակետից։ Երաժշտական դաշտում առհասարակ կոնսերվատորիան ավարտողների 70%-ը չեն զբաղվում երաժշտությամբ, բայց չեն էլ զբաղվում երաժշտության կառավարմամբ։ Դիմավոր ենք Աննային Գարգարյան, ով ներկայացնում է հիմա Գեղարվեստի պետական ակադեմիան, Սարային Նալբանդյան, Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, նաեւ Արմենի Եսայանց Գաֆեսյան արվեստի կենտրոնի ցուցահանդեսների տնօրենի, Սերգեյ Նումրոյան, ով Amara Music Publishing-ի հիմնադիրն է, եւ Ռուդիկին Տեր-Գալստյան, ով Factory Production-ի հիմնադիր եւ գործադիր տնօրենն է։ Ես կուզենայի ոնց որ մենք հերթով պատասխանենք այն հարցին, եթե մենք պատկերացնենք Հայաստանի ստեղծարար արդյունաբերությունը կամ արվեստի դաշտը որպես մի ամբողջական էկոհամակարգ, որտեղ ենք մենք հաջողակ եւ որ մասերում ենք մեզ մոտ ամենամեծ դժվարությունները։ Եկեք մի հատ ցենց համընդհանուր մի հատ տեսլականով նայենք մեր ստեղծարար արդյունաբերությունը։ Ոնց ենք եւ որ մասերում է կարելի ասել մեր ամենամեծ ուժը եւ որտեղ մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք եւ հոգատար լինենք տարբեր ծրագրերի եւ հնարավորություններ ստեղծելու մեջ։ Նախ ողջույն եւ շնորհակալություն այս պանելային քննարկմանը հրավիրելու եւ ընդհանրապես այս նախաձեռնության համար, հատկապես երբ խոսեցինք հոգատարության մասին, որովհետեւ ես որպես համադրող, լատիներեն բառը, որտեղից երբ անգլերենն է առաջանում, կուրատոր, արմատը հենց հոգ տանելու մասին է եւ ես վերջին շրջանում շատ առիթներ եմ ունեցել դրա մասին խոսելու, որ արվեստագետները եւ ընդհանրապես ստեղծագործող մարդիկ երևի ամենաշատ հոգատարության կարիք ունեցող անձինք են հասարակության մեջ, որովհետեւ շատ ռիսկային ոլորտ է ու երբ խոսում ենք որպես էկոհամակարգ եւ խոսում ենք դրական եւ բացասական ինչ-որ կողմերի մասին, այսինքն որտեղ ենք մենք ուժեղ եւ որտեղ ենք թուլանում, ինձ թվում է ուժեղ ենք հենց մարդկային ռեսուրսի տեսանկյունից, այսինքն կան շատ լավ ստեղծագործողներ, կան բազմաթիվ արվեստագետներ, անգամ երբ հանրային լայն իմաստով այդ պատկերը չի երևում, ինչը կա, որովհետև տարբեր քննարկումների արդյունքում դա լինում է, որտեղ ես ինքս շատ անգամ լսում եմ այդ հարցը, բա մենք ունենք ժամանակակից նկարիչներ, բա որտեղ են մեր լավ նկարիչները, բա ով է մեր այսօր ամենահայտնի նկարիչը, այս կարգի շատ կոպիտ ասած քառակուսի հարցերը հնչում են, որոնք բնական են, այսինքն ես վատ իմաստով չեմ ասում, ու հասկանում ես, որ բաց կա շատ մեծ արվեստի դաշտում այդ մարդկանց երևալու տեսանկյունից, այսինքն մարդիկ կան, իրանք ստեղծագործում են, իրանք գտնում են իրենց արվեստանոցներում, իրենց ստուդիոներում եւ, չգիտեմ, ձայնագրական ստուդիաներում կլինեն, թե, չգիտեմ, իրենց տարբեր փոքրիկ նախաձեռնություններով հանդես կգան, բայց ուժը, այսինքն գտնվում է այդ մարդկանց մեջ։ Միշտ ընդհանրապես արվեստի ուժը եւ շատ տարբեր բաներ։ Ուժը հենց մարդկանց մեջ է, այն մարդկանց մեջ, ովքեր ստեղծում են այդ արվեստը, արվեստագետների։ Խնդիրը հիմնականում գալիս է արվեստագետների միայն արվեստով զբաղվելու հետ, երբ գալիս է հարց դրան, որովհետեւ ժամանակակից աշխարհում այնպես է ստացվում, որ կամա թե ակամա արվեստագետները ստիպված են ոչ միայն արվեստագետ լինել, այլև ունենալ նույն տարբեր կառավարչական ինչ-որ հմտություններ, ծրագրեր գրել եւ այլն, որը շատ խնդրահարույց է եւ ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես, բայց այստեղ շատ հարցեր այլ տեղերում եւ Հայաստանում համընկնում են, այստեղ դրանք ավելի սուր են։ Եվ նաեւ, եթե խոսում ենք խնդիրների մասին, դա հիմնականում շատ դեպքերում նույնիսկ եթե կան ինչ-որ աջակցման ծրագրեր, ինչ-որ,
չգիտեմ, հիմնադրամներ կամ պետական աջակցության ինչ-որ ֆորմատներ եւ այլն, դրանք շատ դեպքերում կարճաժամկետ են։ Այսինքն, երբ մենք գալիս ենք էկոհամակարգի ստաբիլ զարգացման խնդրին, դա կարճաժամկետ ծրագրերով չի աշխատում, որովհետեւ դա չի ստեղծում շարունակականություն, ու մի պրոյեկտը բրծնում է, հետո ոնց որ այդպես բաց է մնում, հետո ստիպված պետք է մեկ այլ պրոյեկտ ստեղծվի, որ դրա մեջ ինչ-որ բան արվի, ու դրանք էլ հիմնականում շատ դեպքերում իրար հետ կապված չեն, ամեն մեկը այսինքն փորձում է իր տեղում, իր փոքրիկ աշխարհում ինչ-որ մի ձևով այս հարցը ինչքան էլ դաժան հնչի, բայց գոյատևել, եւ դա արվեստագետների ամենամեծ խնդիրն է, որ կա ռեսուրսը, կան ստեղծագործողները, կան այդ անձինք, ովքեր ստեղծում են այդ հրաշք երևույթը, ինչը վիզուալ արվեստը կլինի, երաժշտությունը կլինի, թատրոնը կլինի, այսինքն այդ մշակույթը այն իմաստով, որ մենք բարբերաբար այն սպառում ենք որպես մշակութային սպառողներ, բայց կան խնդիրներ, այդքան շարունակականությունն է, երևալն է, ավելի ոնց ասեմ, համակարգային աջակցության խնդիրն, այսինքն միշտ գալիս է համակարգային խնդիրների, անհատապես փոքրիկ ինչ-որ կղզյակներ կան, որոնք ինչ-որ բաներ անում են, բայց դա չի բերում այն մեծ ձնագնդի էֆեկտին, որ կարա լինի համակարգայինի արդյունքում։ Երևի այսքան է այս պայծրությամբ։ Ես կիսվում եմ Արմենի ասածը, ուզում եի ավելացնել, որ այդ մարդկային ռեսուրսի տեսանկյունից բացի այդ տաղանդը, որ մենք ունենք, ինձ թվում է պետք է նաև խոսենք կոնտեքստի մասին, ու այսօր փաստորեն Հայաստանը շատ մեծ հնարավորություն ունի, որ մենք նաև ունենք ազատ խոսք։ Եվ դա մի հատ մեծ պոտենցիալ է, որ պետք է օգտագործենք այս մեր ոլորտում, եթե մենք նայում ենք մեր հարևանությամբ, այդքան էլ տենց չի։ Պարսկաստանում ազատ խոսք որպես արվեստագետ չկա։ Նույնը Ադրբեջանում, այսօր նույնիսկ Վրաստանում այդ հարց կա, Ռուսաստանում մենք տեսել ենք ինչքան մեծ հոսք նաև եկավ Ռուսաստանից, որտեղ այստեղ ազատ խոսք կա։ Եվ սա այնց մեծ ու հարուստ հատկություն է, որ մենք ունենք ու պետք է երևի չենք էլ նկատում, որովհետև դա հիմնական եղել է։ Այսինքն սա այդ առողջ մասը, եթե կարելի ասել, որտեղ տեղ կա զարգանալու եւ այդ ավելի շատ այդ խնդիրներ, ես նաեւ մի քիչ նախքին պանելում նաև Կորյուն խոսեց ինչքան կարևոր է որ ինստիտուցիոնները ստեղծենք որպեսզի մենք միշտ զերոյից չսկսենք այսինքն նոր հովանավոր կա նոր կազմակերպություն կա ու մի քիչ այդ pattern ունենք որ զերոյից սկսում ենք ու մոռանում ենք այդ գործը որ եղել է նախքինը Եվ դա նաև ազդվում է ընդհանուր ոնց որ հերատեսլականի մասին է։ Եթե մենք կարող ենք ունենալ ավելի հերանեկար տենց հերատեսլականը մեր ոլորտի համար, դա ահագին կփոխի մեր ընդհանուր զարգացման աշխատանքը։ Օրինակ եմ բերում այս տարի MIT համալսարան Բոստոնում նշեց իր 40-ամյակ եւ իրենք կիսվել են 100 տարվա հերատեսլական, որը հետո ինչքան իրական է դա չգիտենք, բայց որ արդեն իրենք սկսեն մտածել 100 տարի մենք որտեղ ենք ուզում լինել, այնց մեծ բան է, աշխարհը բացում է քո համար, որտեղ արդեն քո հիմիկվա սահմանից դուրս ես մտածում, քո ինչի համար դու կաս, ոչ թե մենակ այսօրվա կոնտեքստում, բայց հերատեսլականի մեջ, եւ եթե մենք կարող ենք փորձել մի քիչ zoom out անել մեր հիմիկվա վիճակից, քաղաքական հարցերը եւ այլն ու մտածել մենք 100 տարուց որտեղ ենք ուզում լինել, այնց կփոխվի մեր դաշտը, այդ իմ երազանք կլինի։ Շնորհակալություն, կարծում եմ դա մի փոքր էլ ամերիկացիների ավելի ապահով լինելու մասին է խոսում, քանի որ մենք նույնիսկ մեկ շաբաթ չենք կարողանում պլանավորել, ոչ թե 100 տարի, լավ կլիներ իհարկե այնքան մեզ ապահով զգանք, որ կարողանանք գոնե 1 տարվա կամ 2 տարվա տեսլական ունենալ։
Ուրեմն վերադառնալով ձեր հարցին Շողակաթ ջան, ես իհարկե լրիվ համաձայն եմ Արմենի մտքի հետ, որ մեզ մոտ տաղանդները իրոք շատ են եւ նույնիսկ միշտ զարմանում են, քանի որ սովորեն, որ միջին սերունդը պիտի միշտ քարկոծի երիտասարդներին, բայց մեր երիտասարդ սերունդը այսօրվա ինձ թվում է շատ ավելի հետաքրքիր մտածող է, ավելի ազատ է, ավելի այսպես կրեատիվ է, քան նույնիսկ մեր սերունդն էր եղել իր ժամանակին, եւ դա նկատելի է բուհերում աշխատելիս, եւ իհարկե սա մեր դրական ուրեմն կողմներից մեկն է, հա, եւ ուղղակի մի փոքրիկ այսպես հպարտության նման մի բան զգացի, երբ աշխարհահռչակ դրամատուրգ Մաթեյ Վիշնյակը եկել էր մեզ մոտ եւ մեր ուսանողները շատ կարճ ժամանակում մոտ մի 2-3 շաբաթվա ընթացքում իր պիեսների հիման վրա ներկայացումներ էին հիմնադրել, ինչ որ տրեյնինգ չէ, ավելի շատ այսպես էքսպերիմենտներ էին արել եւ Վիշնյակը ուղղակի վերջում ցնցված ասաց ձեզ մոտ շատ ուժեղ դպրոց է, դերասանական դպրոց, այնինչը մենք դեռևս մի քանի տարի առաջ չէինք կարող նույնիսկ մեզ երազել, որ մենք կարող ենք մեր մասին ասել, որ մենք ուժեղ դպրոց ունենք։ Ինչն է պակասում մեզ մոտ, իմ կարծիքով երկու մեծ խնդիր կա, գլոբալ խնդիր կա հայ իրականության մեջ, մեկը գալիս է հենց կառավարման պակասությունից, կոնկրետ ես ավելի երևի լավ տեղյակ եմ կինոյի եւ հեռուստատեսության իրավիճակից, քանի որ ավելի այսպես որպես ստեղծագործող հենց իրենց հետ եմ ավելի շատ համագործակցում եւ այնտեղ մեծագույն կարիք կա պրոդյուսերների, մենք չունենք գծային պրոդյուսերներ, մարդկանց, ովքեր կիրականացնեն տեղում կհաշվարկեն բյուջեներ, կիրականացնեն ծրագիրը, այսինքն գաղափարները մեզ մոտ շատ են եւ յուրաքանչյուր մարդ կարող է մեկ րոպեում մի զրույցի ընթացքում մի 10 հրաշալի գաղափար տալ, բայց դա կմնա գաղափար, քանի դեռ չկա ուժեղ մենեջմենտ։ Մեզ մոտ, ինչպես գիտեք, երևի թե Հայաստանի լավագույն ծրագրերից է արտ մենեջմենտի, այնուամենայնիվ հիմա մենք մտածում ենք բարելավել եւ անջատել առհասարակ կինոն, հեռուստատեսությունը թատրոնից, քանի որ դրանք շատ տարբեր մեխանիզմներ են եւ ամեն դեպքում մարդիկ, ովքեր ինչ որ մի պահից, ես չգիտեմ ինչպիսի մեխանիզմ կմշակենք, մենք կարծում եմ երրորդ կուրսից երևի կսկսենք տարբերակել եւ տանել նեղ մասնագիտությամբ, բայց պիտի օրինակ կինոյի պրոդյուսերը իմանա ամբողջ կինոյի պատմությունը, կինոյի իրականությունը, կինո մենեջմենթը, ինչպես են ձևավորվել Հոլիվուդի մեյջորները, ինչպես է աշխատում, ասենք, փոքրիկ կամպանիան Եվրոպայում, հա, որպեսզի կարողանա աշխատել ոլորտում եւ դրան հակառակ թատրոնի մասնագետը պիտի թատրոնի բոլոր մասնագիտությունները իմանա։ Սա կարծում եմ առաջինն է, որը այս պահին շատ բարդ խնդիր է եւ մեծագույն անհրաժեշտություն կա կրթելու, դրա համար մենք օրինակ անդադ տեղերն ենք ավելացնում պրոդյուսինգի եւ հիմա բարեբախտաբար, եթե մի 3 տարի առաջ մեզ մոտ դիմում էին 4-5 հոգի, մենք արդեն երջանիկ էինք, որ մենեջմենտի բաժին այդքան մարդ է գալիս, հիմա արդեն 17 դիմորդը մեզ քիչ է թվում, որոնցից մենք ընտրում ենք բնականաբար մի 12-ը, բայց արդեն 17-ը դեռևս քիչ է, որովհետեւ պիտի մենք գոնե տարեկան 15-20 մենեջեր տանք բոլոր ոլորտների համար հավասարաչափ։ Եվ երկրորդը կարծում եմ դա մի քիչ մեր ազգային մենտալիտետի հետ է կապված, երբ յուրաքանչյուր մասնագետ մտածում է, որ ինքը կարող է ամեն ինչ։ Կինոյում դա շատ ակնհայտ է, երբ ռեժիսորը կամ ռեժիսուրան ավարտող ուսանողը որոշում է, որ ինքը կարող է գրել սցենար, կարող է կատարել մոնտաժը, կարող է, ես չգիտեմ, որպես օպերատոր հանդես գալ, կարող է անել ամեն ինչ եւ արդյունքում մենք կորցնում ենք մասնագիտությունների մի ամբողջ շարք։ Սա իհարկե նույնպես գալիս է
ունի իր օբյեկտիվ բացատրությունը, հա, բյուջեների փոքրությունից է նաև բխել, հա, բայց մյուս կողմից սա արդեն դարձել է մտածելակերպ եւ շատ դժվար է բացատրել ռեժիսորին, որ եթե դու նույնիսկ 2 տարի սցենարի վարպետություն ես անցել, միևնույնն է, կան մարդիկ, ովքեր դա արել են 4 տարի եւ միայն դրանով են զբաղվել եւ իրենք ավելի լավ են հասկանում դրամատուրգիայի օրինակ օրենքները եւ կարող են ավելի քեզ օգնել, որպեսզի քո ֆիլմը դառնա մրցունակ, հա, որպեսզի ֆիլմը, որը դու կնկարես, հնարավոր լինի տանել դուրս, քանի որ հենց նեղ մասնագիտացումից մենք խնդիրներ ենք ունենում։ Եվ նորից այսպես ինչպես օղակը, հա, փակվում է եւ նորից գալիս է, եթե նույնիսկ դու նկարես հանճարեղ ֆիլմ, միևնույնն է, կամ լինես հանճարեղ երաժիշտ, լինես, ես չգիտեմ, շատ տաղանդավոր գրող, կատարող, ով ուզում է լինես, եթե չլինի պրոդյուսինգ, եթե կողքիդ չլինի մարդ, ով պրոֆեսիոնալ առումով զբաղվում է քո կիրառմամբ, քո տաղանդի առաջ խաղացմամբ, դու ոչինչի միևնույնն է չես հասնի, կմնաս այդպես չճանաչված հանճար քո ողջ կյանքում։ Շատ լավ, Ռուդիկ կամ Սերգեյ, դուք կուզենաք ավելացնել ինչ-որ մի բան առաջ խաղացման մասին, արվեստագետի կողքին լինելու մասին։ Նախ երևի սկզբից կուզեի ասեի, որ ամեն դեպքում Աննայի մտքի հետ շատ ավելի կողմնակից եմ, որ ու Արմենի ասածին, որ մենք վեկտորի խնդիր ունենք։ Այսինքն այն իմաստով, որ մենք պետքա 100 տարի միգուցե պետք չի, մեր դեպքում իրականում դա այդքան էլ իրատեսական չի, բայց ամեն դեպքում մենք պետքա իմանանք ուր ենք գնում ու ինչ ենք ուզում ստանալ։ Այսինքն դա պետքա ընդհանուր մտածելակերպ լինի, ոչ թե լինի այսինքն երբ որ մասնավոր խմբեր են ինչ-որ բան մտածում, դա իրանց իրավունքն է։ Ամեն մեկը իրավունք ունի ոնց ուզի ինչ ցանկանա անի, դա իրանց անձնական խնդիրն է։ Երբ որ մենք խոսում ենք երկրի ինստիտուցիոնալ, ասենց ասած մակարդակի վրա, դա պետքա լինի մտածելակերպ։ Դա պետքա լինի մեր բոլորի համար մեսեջինգ, որ մենք իմանանք սա այն հերո կետն է, որին մենք ուզում ենք հասնենք։ Ու ամեն մեկս մեր ձևի դա ինտերպրետացնենք, ամեն մեկս մեր ձևի կարող ենք դնալ այդ կետին։ Դա շատ կարևոր է, որը իմ կարծիքով հիմա շատ պակասում է մեզ բոլորիս տարբեր ոլորտներում։ Դա ոչ թե մենակ ստեղծագործական բանի մասին է խոսքը գնում, դա գնում է նաև օրենքների, դա գնում է նաև կրթության, այսինքն այն ամբողջ հարակից մեխանիզմի, որը բերում է ստեղծագործողին, այն որ ասում է առաջ, հա, բարձրացնում է։ Ինչ վերաբերում է ստեղծագործողներին, դրանում ինձ թվում է բոլորս ենք համաձայն, որ տարբեր ոլորտներում մենք ունենք շատ լավ, այսինքն ստեղծագործող, կրեատիվ մարդիկ, անհատներ, որոնք կարողանում են տարբեր ձևի, ստիպված են լինում տարբեր ձևի իրենց մասին գոռալ կամ խոսալ կամ իրանց ցույց տալ։ Քանի որ շատ ժամանակ չեն ունենում այդ հարթակները ու հնարավորությունները ու ինքնուս են սկսում դրանով զբաղվել։ Ու տեղից է գալիս այն խնդիրը, որ ինչ որ մի ռեժիսոր սկսում է պրոդյուսերությամբ զբաղվել, մեկը սկսում է սցենարով զբաղվել, մյուս նկարիչը սկսում է փորձել իրան վաճառել, այսինքն մենք սկսում ենք ունենալ խնդիրներ, որտեղ մարդիկ չունենալով հնարավորություն իրենց մասին ասելու կամ առաջ խաղացնելու, ստիպված են լինում իրենք ինքները այսպես դրանով զբաղվել։ Կամ այն մարդիկ չեն հավատում իրանց, որոնց իրենք փորձում են դիմել, այսինքն տարբեր ծայրահեղություններ կա մեր մոտ։ Եվ երրորդը պրոդյուսերների մասին խոսալով, չգիտեմ շողերի հետ մի հատ այդ մասը ասենց ասած կիսելով, որ պրոդյուսերները վտոգի ստացվում է ոչ թե բյուջե հաշվողն են առաջի հերթին, այն մարդիկ են, ովքեր ուղակի կօգնեն ինչ-որ պլանավորում անել, այ իրանց ձեռքում է ստացվում, եկեք պրոդյուսեր չասեմ, ասում կառավարիչները արվեստի, հա, ինչպես որ հիմա խոսում ենք, այն մարդիկ են լինում, որոնք ստացվում է որոշում են, թե ինչը առաջ գնա ու ինչը մնա հետևում։ Ու ստացվում է իրենց ձեռքով է ստացվում, որ ինչ որ մեկին հնարավորություն է տրվում, իսկ միգուցե ինչ որ մեկին, որը ունի շատ լավ նախադրյալներ, ճանապարհը փակվում է կամ չի տրվում հնարավորություն ինչ որ գործողություն անելու։ Այս պարագայում, եթե վերադառնամ շողակաթի հարցին, շողերի հարցին, կարծում եմ ամենակարևորը կրթել արվեստի կառավարիչներ ու դա անել հենց ինստիտուցիոնալ, այսինքն տալ բազան, որպեսզի մենք ունենանք մարդիկ, որոնք իսկականից հասկանում են արվեստ բնագավառից, այլ ոչ թե շատերիս կամ շատերի նման ինքնուս։ Այսինքն փորձի ելնելով, որ խոսքը չի գնում, որ վատն են դառնում։ Խոսքը գնում է, որ դա դառնում է կյանքի փորձի, աշխատանքի փորձի, ինչ որ ֆեյլերի ու տենց բանով գնալով, այլ ոչ թե իրենք սովորում են, ստանում են կրթություն ու հետո հնարավորություն են ունենում դրանով ճիշտ կառավարել։ Շարունակելով թեման, համաձայն եմ հնչեցված մտքերի հետ, որ կառավարիչների կարիքը անհրաժեշտությունը կա ու բոլոր ոլորտներում, դա ոչ միայն կինոն է, ոչ միայն թատրոնն է, այլ թվում նաև երաժշտությունն է,
շատ ժամանակ շփում ունենալով երաժիշտների ու արտիստների հետ հասկանում ես, որ իրենց պրոդյուսերների մեծամասնությունը չեն տիրապետում տարական գիտելիքների, որոնք որ ընդունված են աշխարհում եւ դա դժվար չի նույնիսկ փոքր հետաքրքրվածություն ունենալու պարագայում ձեռք բերել այդ գիտելիքները, որովհետեւ մեր ժամանակներում աշխարհը բաց է եւ մենք ունենք Google, մենք ունենք արհեստական բանականություն, որը որ պատասխանում է մեր գոնե մինիմալ պահանջներին համապատասխանող հարցերին եւ կարելի է հետաքրքրվածության դեպքում թեկուզ լրացնել գիտելիքի պակասը ես խնդիր եմ տեսնում նաև նրա մեջ որ մեր ժամանակներում մարդիկ սովոր չեն գիտելիք ձեռք բերման հետևից գնալուն այլ ավելի շատ ձգտում են փորձի մեջ դա լրացնել, բայց շատ ժամանակ հասկանում ենք, որ այդ փորձառության մեջ այդ գիտելիքի պակասը միշտ արտիստին տանում է սխալ ուղղությամբ, եւ այդ սխալ ուղղությունը արդեն կարող է կոնկրետ արտիստի տաղանդին վերաբերող բազմաթիվ շերտերում ունենա կործանարար նշանակություն, քանի որ արտիստը հիասթափվի իր արած արվեստից, տեսնի, որ ոչ մի ֆիդբեք չլինի Եվ շատ կարևոր հանգամանք մի նույնպես պետք է նշել, որ առաջին պանելային քննարկումը հենց տվյալների հավաքագրման եւ անալիզների դրանց նշանակության մասին էր, որը նույնպես արվեստի ոլորտում շատ կարևոր է։ Ինչքան էլ որ մենք ասենք թվերով չեն չափում, բայց թվերը կարևոր են, որպեսզի գոնե 40% սուբյեկտիվ օբյեկտիվ իրականությունը տեսնենք ընդհանուր դաշտի եւ բնականաբար յուրաքանչյուր տաղանդի արդեն ծագման պարագայում պետք է ինդիվիդուալ արվեստի պարագայում ինդիվիդուալ մոտեցումներ ձևավորել։ Երաժշտական դաշտում առհասարակ կոնսերվատորիան ավարտողների 70%-ը չեն զբաղվում երաժշտությամբ, բայց չեն էլ զբաղվում երաժշտության կառավարմամբ, այսինքն որովհետև չեն տիրապետում գիտելիքները ու չգիտեն երաժշտության ոլորտում այլ միջոցներ գումար վաստակելու համար, բոլորը մտածում են, որ լավ, ես եթե լավ դաշնակահար չեմ, ես չեմ կարայել այս ոլորտում լինեմ, բայց կարող է ինքը շատ արտահայտված կառավարչական տաղանդ ունի եւ նա կարող է լինել շատ լավ դաշնակահարի, շատ լավ մենեջեր օրինակ։ Եվ բազմաթիվ նման խնդիրներ կան։ Շնորհակալություն, միացած անընդհատ մենք խոսում ենք այդ կառավարչական հմտությունների մասին, բայց ես արդյոք երբ որ ամբողջ ուժը, այստեղ ոնց որ գնում եմ հետ դեպի Ռուդիկի խոսքերը, երբ որ ամբողջ ուժը մենք տալիս ենք կառավարիչների ձեռքը, մենք ասում ենք, որ ոնց որ իրանք են թելադրողը ոլորտի, իրանք տանում են ոլորտը, մենք ունենում ենք որոշումներ, որոնց հետ կարող է եւ արվեստագետների համայնքը այդքան էլ համաձայն չի եւ ունենք նմանատիպ բազմաթիվ երևույթներ հենց նույն մեր քաղաքում կամ ոչ միայն քաղաքում, այլ երկրում։ Ու այստեղ գալիս է մի հատ հարց, որ ազնիվ եմ ասում, ես ինքս չունեմ այդ հարցի պատասխանը, արդյոք մենք պետք է ուժեղացնենք կառավարչական հմտությունները արվեստագետների, թե պետք է բարձրացնենք կառավարիչների արվեստի մասին գիտելիքները, որովհետև շատ հաճախ մենք այս խաչմերուկ ենք մտնում շատ Ես դասավանդել եմ մեր արվեստի կառավարման ամբիոնում, որտեղ սովորել եմ Ռուդիկի հետ։ Ես ինքս հասկացա մի պահ, որ նույն ուսանողը այդ հարցի պատասխանը չունի, որովհետև երբ որ դու տալիս ես իրան շատ հմուտ կառավարչի գիտելիքներ, ինքը շատ լավ դառնում է line producer եւ մնում է այնտեղ։ Իրոք մնում է այնտեղ, ազնիվ խոսք, տարիներով տալիս ես մի փոքր ներշնչանք ու գիտելիք դեպի արվեստը, չի ուզում էլ կառավարչության զբաղվել, ուզում մենակ ստեղծագործի։ Ու այս խաչմերուկում, երբ որ մենք հոսքով արդեն մտածում ենք, ինչ կրթական, որտեղ անդադ խոսում ենք, այսինքն ըստ ձեզ, ինչ կրթության մասին ենք խոսում եւ ում համար կրթությունը է տարվի։ Գնանք համասարան, գնանք երիտասարդ արվեստագետներ, գնանք, չգիտեմ, ուղակի մարդիկ, ովքեր գնում են համերգասրանի, ասել հիմա դուք պետք է հասկանաք ստեղ ինչա տեղի ունենում։ Ու այս հարցն է, այսինքն մենք որտեղ ավելի շատ կարիքը դեպի որ գիտելիքը, բայց ոնց որ կատարյալ աշխարհում իհարկե երկուսն էլ պետք են, բայց ըստ ձեզ որ ուղղությունն է Ես դենց թակարդի մեջ եմ հայտնվել։ Նախ եւ առաջ կցանկանայի շեշտել, որ իրականում
արվեստի եւ մշակույթի կառավարումը լայն իմաստով որպես նույնիսկ կրթական դիսցիպլին շատ երիտասարդ է։ Ու շատ նույնիսկ առաջադեմ ինստիտուցիաներ աշխարհում ոնց որ սովորում են թե ինչպես դա դասավանդել։ Այսինքն, եթե մենք խոսում ենք մեր ինստիտուտի մասին, որտեղ դա եւս նոր կրթական մոդուլ է, ապա նույնիսկ, չգիտեմ, Միացյալ Թագավորությունում այն ինստիտուցիաները, որտեղ դա վաղուց է դասավանդվում, ընդամենը մի քանի տասնամյակի մասին է խոսքը գնում, այսինքն խոսքը չի մնում 100 տարվա մասին, խոսքը, չգիտեմ, 20, 30, որովհետև երբ այդ տերմինը որպես այդպեսին մտավ շրջանառության մեջ, այսինքն այդ creative industries, որպեսի դա նայվի որպես ինդուստրիա, որը ելի եկավ Միացյալ Թագավորությունից, որ եղավ 90-ականների վերջում, այսինքն դա այնքան նոր երևույթ է, որ նույնիսկ շատ դժվար է այն սովորեցնելը, որովհետև արվեստի կառավարումը, ընդհանրապես արվեստի դաշտը այնքան տարբերվում է մյուս բոլոր դաշտերից, որ դրա կառավարման նրբությունները մի քիչ ավելի խուճուճ են, ավելի խրթին են։ Ու դրա համար հենց արվեստի կառավարում ինքը շատ կոպիտ է հնչում, որտեղ ստացվում է արվեստը կառավարում ես։ Այն դեպքում, երբ որ խոսքը չի գնում արվեստի որպես երևույթի կառավարման մասին, այլ ավելի շատ խոսքը գնում է համակարգի ստեղծման, դաշտի ստեղծման, էկոսիստեմի ստեղծման, այնպիսի պայմանների ձևավորման, որոնց մեջ իմ համար դա է ամենակարևորը, որ եթե մենք խոսում ենք լայն մշակութային քաղաքական համակարգի մասին, դա ոչ թե պետք է լինի ուղղորդում, կառավարում, ճնշում, այսինքն խոսքը ագրեսիվ, այլ դա պետք է լինի համակարգի բարելավում, առողջացում, այնպիսի միջավայր, այնպիսի ռեսուրսներ, այնպիսի պայմաններ, որ արվեստը ինքնին կարողանա իր զարգացումը ստանա, արվեստագետները մի քիչ ավելի թեթև շնչեն, ավելի հեշտ կարողանան հիմնականում մտածեն հենց արվեստ ստեղծելու մասին։ Այս խնդիրը, որի մասին խոսում ենք, իրականում ինքը տեղական չի։ Բոլոր երկրներում, որտեղ ես շատ սիրում եմ այս թեմայով խոսել, որտեղ մարդկանց միշտ թվում է, որ մենակ Հայաստանում է այս խնդիրը։ Չէ, մշակույթի, ոլորտի, ֆինանսավորումը, արվեստագետների, ֆինանսական խնդիրները, դա վերաբերում է բոլոր երկրներին, ամենանույնիսկ առաջադեմ։ Շատ քիչ երկրներ կան, որ ինչ որ ձևով այդ հարցը լուծում են, մի 2 օր առաջ այդ թեմայով խոսում ենք, որ Իռլանդիան որոշում կայացրեց, որ արվեստագետները ամեն շաբաթ մոտ 320 եվրոյի գումար են ստանալու, պարզապես որպես աջակցություն արվեստագետներին, որովհետև պետությունը հասկանում է արվեստագետի սոցիալական նշանակությունը, բայց պետք է դրան հասնել։ Հիմա մոռացա ինչ ենք խոսում, կառավարման մասին խոսում ենք, արվեստի կառավարման։ Ինձ թվում է մեկը մյուսին չի խանգարում, որովհետև արվեստագետներին այսօր այդ հմտությունը պետք է, բայց չպետք է արվեստագետը կոպիտ ասած ավելի շատ հմտանա իր արվեստը կառավարման մեջ, մոռանալով իր արվեստի մասին, նույն ձևի, այսինքն այս ոսկե միջինը շատ դժվար է գտնել, այսինքն արվեստի կառավարիչները, ինչքան էլ այդ բառը կոպիտ հնչի, իրանք էլ պետք է կարողանան բալանսավորված ոչ թե ուղղորդեն, կառավարեն, ստիպեն, այլ օգնեն, այսինքն պետք է լինեն աջակցի դերում այն տեսլական արվեստային այն վիժնը, որ արվեստագետը ունի, իրականացնելու համար, ոչ թե կարող են ուղղորդել, բայց ոչ թե հրել այդ ուղղությամբ կամ դնել ինչ-որ համակարգերի մեջ, որովհետև այդտեղ ավելի հեշտ է, չգիտեմ կարողանում եմ միտքս փոխանցել թե չէ, բայց այսինքն այդ բալանսը շատ կարևոր է եւ այո, արվեստի կառավարումը զուտ է ուզում ասել, որ ինքը շատ նոր երևույթ է ու նույն արվեստի կառավարիչները իրանք էլ հիմնականում միևնույն է փորձի միջոցով են իրանք դա ստանում, որքան էլ դա սովորացվի, որքան էլ ինչ որ գիտելիքներ ստանաս, միևնույն է դու այդ 4 տարին կլինի կամ 2 տարին մագիստրոսական ծրագիրը կլինի կամ ուրիշ ինչ որ պրոյեկտներ կլինեն, որ ավելի կարճաժամկետ են, այդտեղ պրակտիկ մասը այնքան չի կարող լինել, ինքը նույնիսկ անհնարին է դու պրակտիկորեն պրակտիկայի մասը այնքան ապահովես, որ այդ բուհերը ավարտածները այսենց միանգամից ընտիր արվեստի կառավարիչները լինեն, որովհետև իրանք նույնիսկ չեն էլ պատկերացնում ինչ խնդիրների հետ են առնչվելու, որտեվ միևնույն է կրթական համակարգերը այդ խնդիրները չեն կարող ամբողջությամբ ներկայացնել, որտեվ ամեն ոլորտ, ամեն պրոյեկտ, ամեն արվեստագետ, ամեն մի նախաձեռնություն ունենալու է իր առանձին խնդիրները։ Սա այսպես ընդհանուր։ Եթե թույլ տաք, հա, նախ տեսեք, ես կարող եմ խոսել մեր նեղ մասնագիտական ոլորտից,
կոնկրետ եթե վերցնում ենք կինո պրոդյուսերը, հա, այն կինո պրոդյուսերը, որը առաջին 5 էջից սցենարի չի հասկանում, որ սցենարը ունի այն համապատասխան տվյալները, որոնցով ինքը կարող է զբաղվել, իմ կարծիքով դա պրոդյուսեր չի կարող լինել։ Մեզ մոտ դա այդ խնդիրը մենք ունենք, երբ պրոդյուսերը համարում է, որ հա լավ, ինչ պարտադիր է, որ ես շատ ֆիլմեր նայեմ, շատ ներկայացումներ նայեմ, շատ գրականություն կարդամ, ես գիտեմ տեսական, ես գիտեմ պրակտիկ ու վերջ։ Կինոյում համենայն դեպս այդպես չի աշխատում, կարծում եմ նույնը երաժշտության մեջ է, չէ՞, եթե մի քանի բան նվագեց, ակորդ նվագեց, դու տեսնում ես, որ այս մարդը չի կարողանալու դառնալ այն, ինչը քեզ է հարկավոր, այ ինչ է հարկավոր, այստեղ արդեն առանձին թեմա է խոսելու, բայց դու պիտի շատ տեսած, կարդացած եւ մեծ գիտելիք ունենաս, որպեսզի կարողանաս որոշումներ կայացնես։ Եվ այս առումով իմ մոտեցումը միանշանակ է, որ ինչքան էլ դու ունես տվյալներ, ինչքան էլ ունես տաղանդ, միևնույն է կրթությունը շատ կարևոր է։ Ուրիշ բան թե ինչ այդ ձեր ասած կամայականությունները, հա, որ կարող են տեղի ունենալ արվեստի կառավարիչների կողմից, դա նախ կարող է գալ առաջինը ճաշակից եւ երկրորդը, որ ոչ նվազ եւ նույնիսկ ավելի կարևոր չափորոշիչ է, դա հանդիսատեսի պահանջարկն է։ Սցենարի դասագրքերից մեկում մի այսպիսի ֆրազ կա, որ ես անընդհատ եմ կրկնում, ասում է պրոդյուսերը շատ սենտիմենտալ, պրոդյուսերները շատ սենտիմենտալ մարդիկ են, երբ հարցը գալիս է գումարներին։ Իրոք պրոդյուսերները պիտի հստակ գիտակցեն ինչ են ուզում։ Ես վերցնում եմ ֆիլմ, որը կգնա փառատոներ եւ այնտեղ կներկայացնի մեր երկիրը, որը առաջ խաղացնի հայկական կինոն որպես արթհաուսային կինո, թե ինձ հետաքրքրում է արագ գումարը, ինձ հետաքրքրում է ֆիլմ, որը ես ցույց կտամ կինոթատրոններում եւ այս պարագայում կունենանք եկամուտ, ես էլ ռեժիսորն էլ դերասաններն էլ բոլորս էլ կունենանք եկամուտ, այն ինչը չի տեղի ունենում եւ ոչ միայն մեզ մոտ, հա, արթհաուսային ֆիլմերի պարագայում։ Դրա համար ես չեմ մեղադրում ոչ առաջիններին, ոչ երկրորդներին, բնականաբար ներքուստ ես ավելի կողմնակից եմ առաջիններին, բայց չի նշանակում, որ երկրորդ տեսակը չպիտի լինի եւ mass media-ն կամ նոր Արմանը ասեց creative industries, հա, David Hesmondhal-ի մշակած ուրեմն գաղափարը, երբ նա առանձնացում է տրոհում է ինդուստրիաները, առանձին չի նշանակում, որ mass media-ն որպես այդպեսին չի կամ massայական մշակույթը գոյություն չի ունենալու։ Միևնույնն է ինքը լինելու է թելադրող, ինքը լինելու է կարևոր։ Ուրիշ բան, որ ձևավորվի պրոդյուսեր, ով կհետաքրքրվի նաև արթհաուսով եւ արթհաուսը կտանի առաջ, իսկ մեզ մոտ հիմնականում դեռևս կինոն այդ ուղղությամբ է գնում, որովհետեւ ինքը ավելի փոքր բյուջեներ է պահանջում, որովհետեւ մենք աշխարհին ներկայանալու խնդիր ունենք եւ թերևս այսքանը, բայց ելի եմ կրկնում, կրթությունը շատ կարեւոր է երկու պարագայում նույնպես, քանի որ եթե նույնիսկ դու ֆիլմեր տեսած չես, դու մասսայական օգտագործման ֆիլմերը նույնիսկ կամ ներկայացումները անտրեպրիզային դու չես կարողանա ճիշտ ընտրություն անել, որպեսզի քո ճիշտ թիրախավորես հանդիսատեսին, ճիշտ կարողանաս հասցնել ում որ ուզում ես հասցնել։ Այս հարցը, եթե բաշխենք ոնց որ երկու մասով, մեկը որտեղ եւ ինչպես պետք է կրթությունը տաս, երկրորդը ինչ հմտությունները պետք է տանք, առաջի մասը այսօր ներկայացնում եմ Հայաստանի Գեղարվեստի ակադեմիա, բայց սա նոր ճանապարհ է իմ համար, նոր փորձ է, բայց կարևոր քայլ է, որովհետեւ որպես նախկին կատապուլտ ծրագրի ղեկավար կատապուլտում շատ տարբեր աշխատանքներ ենք անում, մեկ կողմից դրամաշնորհներ, մյուս կողմից ինկուբատոր ունենք, նոր ստեղծարար բիզնեսների համար եւ capacity building կոչված տենց դասընթացներ, եւ չնայած շատ հպարտ եմ այդ ամբողջ աշխատանքից հետո նաեւ շատ քննադատում եմ նաեւ մեր գործը եւ
այսօր գիտակցում եմ, որ այդ capacity building workshop-ներ այստեղ այնտեղ իրենք մնում են ինչ որ մի փուճիկի մեջ եւ չեն փոխում ու ազդվում ընդհանուր էկոհամակարգի վրա այն ձևի ինչքան բոլորս ուզում ենք եւ դա մեծ հարց է, որովհետեւ հիմնական այդ ֆինանսավորությունը գալիս է ինչ որ ծրագրից, ինչ որ միջազգային կազմակերպությունից, լինի դա Եվրոպական միություն կողմից կամ ուրիշ ինչ որ ներկայացուցիչ եւ պրոյեկտով ենք մտածում եւ capacity building մնում է դրա մեջ։ Բայց եթե այդ capacity building կարող ենք ինտեգրվել արդեն բարձր կրթության level-ի վրա համալսարանում, ակադեմիայում, մենք արդեն իրոք համ scalable կլինի, այսինքն արդեն մեծ մասշտաբ մարդկանց կաշխատենք, համ ինչ որ ավելի սիստեմիկ փոփոխություն կտեսնենք։ Ես դա շատ խորը հավատում եմ հիմա ու դրա համար ես նոր քայլ է իմ համար եւ դրա համար ես հոսքին խորհուրդ կտամ, որ եկեք իրար հետ համագործակցենք եւ ընդհանուր, այսինքն արդեն կոնսերվատորիայում նոր նշեցի Սերգեյ ինչքան դժվար է որ այդ սերունդը դուրս է գալիս համալսարանից կամ կոնսերվատորիայից կամ ակադեմիայից ու ճունի այդ գիտելիքը որ իրան պետք է եւ ցանկացած ստեղծարար բիզնես ում հետ մենք շատ ենք շփվել կատապուլտի ժամանակ համարյա բոլորը ստեղծում են in-house փոքրիկ դպրոց որտեվ այդ մարդիկ ճունեն այդ հմտությունները որ իրենց պետք է լինի դա render forest կամ ցանկացած design agency իրենք ստեղծում են in-house դպրոց, որտեղ այդ ժողովուրդները իրենք այդ գիտելիք չունեն եւ պետք է սովորացնեն, մինչեւ կարող են hire անեն։ Դա համ մեծ բեր է ու նաեւ մեծ պատասխանատվություն է այդ մասնավոր ոլորտի համար եւ մեր ուսանողների համար իրենց տալիս ենք շատ նեղ գիտելիք, այսինքն զուտ այդ աշխատանքի համար ու դա էլ ճիշտ չի։ Այսինքն մեր արդեն պետական level-ով, այդ համալսարանի level-ով մենք այնեղ ինչ որ շրջանակ ենք ստեղծում, որ այդ մարդը տարբեր գիտելիքային հիմքներ է ստեղծում ու մենք պետք է դրանք ուժեղացնենք, որպեսզի իրոք համակարգը փոխվի։ Հետո մեր երկիրը այդքան էլ մեծ չի, այսինքն դա շատ հնարավոր աշխատանքն է, ուղղակի պետք է իրար հետ համագործակցենք եւ դա է մեր երկրորդ խնդիր կրթության մեջ, որ շատ տարբեր նեղ մասնագիտացված քոլեջներ, համալսարաններ ունենք եւ կրկնող նույնիսկ դասեր հիմա ես ավելի շատ վիզուալ արվեստից եմ տեղյակ, բայց graphic design ունենք ճարտարապետականի մոտ, ունենք ակադեմիայի մոտ, ունենք տարբեր համալսարաններում ու դա նշանակում է, որ նաև քո դասախոսների դու կիսվում ես լավ մասնագետներ շատ տարբեր համալսարանների հետ եւ եթե կարող ենք տարբեր համալսարանների հետ համագործակցել, որպեսզի տարբեր առարկաներ ունենանք ամեն համալսարանում մեծ քայլ է եւ հիմա էս երևի մեծ քննադատական թեմա է այդ ակադեմիկ քաղաքը որ սարքում են ինչ որ մի ձև ուզում են այդ հարցը լուծել հարցը այն է որ պետք չի երևի նոր շենք պետք է ինչ որ ինտրա ծրագրեր տարբեր համալսարանների միջև ծրագիրը պետք է փոխվի որպեսզի ավելի ճկուն լինի Կներեք մի քիչ երկար եմ խոսում։ Երկրորդ մասը ինչ հմտություններ, եթե արվեստագետ արդյոք պետք է art manager-ներ լինի, այդ հարց, ես էլ անկեղծ չգիտեմ այդ հարցի պատասխան, բայց հաստատ արվեստագետ մենք իրան պետք է ավելի ուժեղ ինքնաներկայացման հմտություններ հատկապես վիզուալ արվեստի ոլորտում մենք տեսնում ենք որ արվեստագետը ինքը ունի նորմալ պորտֆոլիո, ունի նորմալ արվեստագետի խոսք, artist statement, ինքը ունի լեզվի հմտություններ, որը այսօր եթե ուզում ենք աշխարհի հետ աշխատել, գոնե ինչ-որ մինիմալ անգլերեն պետք է Աշխարհը կբացվի այդ ուսանողի համար, ինքը կկարողանա գրանցվի արցանց ինչ-որ ծրագրին ու նոր գիտելիք ստանա։ Հիմա շատ փակ է իր աշխարհը։ Եվ ընդհանուր պատկերացում ինչա նշանակում պրոֆեսիոնալ արվեստագետ լինել։ Դա ինչ է։
ես տեսնում եմ, որ հենց ակադեմիայում այդ հարցը ունենք, իրենք չեն էլ պատկերացնում ինչա նշանակում։ Այսինքն համալսարանից հետո ինչ ես անելու, ինչ երազանքներ ունես, չեն էլ պատկերացնում։ Չեն տեսել պրոֆեսիոնալ արվեստագետ այն միջազգային ինչ որ բոլորիս երևի երազում ենք վիճակը, բայց նաև ստեղծել այդ կապեր, որպեսզի մենք կարողանանք այդ պրոֆեսիոնալ մակարդակը բարձրացնել եւ հասկանալ դա ինչ տեսակի աշխատանքն է, ինձ թվում է մենք այդ էլ չենք էլ հասկանում դեռ որ։ Կներես այս ասացիդ հետ հավել եմ զուտ, մինչև եթե թույլ կտաս Ռուդիկ ջան, այդ դրա պատճառով, որ ակադեմիան կամ մյուս ինստիտուցիաները այդ մասով չեն նորմալ ներկայացրել, չեն արել տարիների ընթացքում, Ժամանակից արվեստի ինստիտուտը իրանք ստիպված ստեղծել են մի ծրագիր, որը կոչվում է ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ, այդ գոյատևել բառը ինձ շատ դուր է գալիս։ Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ ու դրա շրջանակներում կան նաև այդպիսի դասընթացներ, այսինքն ինչպես պորտֆոլիո կազմել, ինչպես artistic statement կազմել, ես ինքս հիմա աշխատում եմ այդ մի խումբ չեմ սիրում այդ երիտասարդ արվեստագետ բառը, արվեստագետների հետ ու տեսնում եմ, որ գրեթե 90%-ը իրանց կամ պորտֆոլիո չունեն, կամ բացարձակ թերի են այդ պորտֆոլիոները, artistic statement-ները շատ միանման, այսինքն չկա ինդիվիդուալ մոտեցում ու ես նույնիսկ շատ դեպքերում ասում եմ, եթե չես չի հասունացել այդ artistic statement-ը ավելի լավ ընդհանրապես չլինի, այսինքն լիքը այսպես խնդիրներ կա, որ ու այդ մոմենտը կա, որ շատ լավ բան ասացիր դու, կապված պրոֆեսիոնալ արվեստագետի, որ արվեստագետները անկախ իրենցից, որտեղ իրանց նկատմամբ նման վերաբերմունք է եղել կրթական համակարգում, իրանք երկար ժամանակ իրենց դիտարկում են որպես ուսանող։ Դու դա տեսնում ես իրանց artistic statement-ների մեջ, իրենց պորտֆոլիոների մեջ, որ իրանք դեռ ուսանող են զգում, ու դու նայում ես այդ statement-ին, այդ պորտֆոլիոն, դու տեսնում ես, որ սա ուսանողի գործ է, չնայած ինքը կարող է 3 տարի արդեն ավարտել է։ Ու ես դրա մասին եմ խոսում, ասում եմ, բավական է դուք ձեզ դիտարկեք որպես ուսանող։ Պատկերացրեք, որ դուք էլ ուսանող չեք, արվեստագետների այդ խնդիրը իրոք գալիս է կրթական համակարգից, որ այդ առումով իրոք կարևոր է այդ հմտությունը զարգացնելը, որ արվեստագետները ռեալ կարողանան networking անել, communication skill-եր ունենալ, կներեք ես անգլերեն բառերի համար, անկախ ինձնից ու այսինքն կոմունիկացիայի հմտություններ ունենան, ցանցեր կարողանան ստեղծել ոչ միայն տեղային, այլև միջազգային, հասկանան որտեղ ինչ ձևի նախագիծ պետք է ուղարկեն ելնելով այդ կոնկրետ բանի պահանջից, այսինքն սրանք բաներ են, որ ես հուսով եմ իրոք կզարգանա ու արվեստագետները ավելի կհմտանան այդ իմաստով դեռևս ուսանողական տարիներին, այսինքն ուսանողական տարիներին կսկսեն իրենց դիտարկել որպես արվեստագետ, որպես ստեղծագործող մարդ, անկախ նրանից իրանք դեռևս սովորում են թե չէ։ Մի փոքրիկ հավելում էլ առաջին մասի հետ կապված, Աննա ջան, դուք խոսում եք այն մասին, որ բուհերի մեջ միջբուհական կապերն են թույլ եւ կան դուպլիկատներ ծրագրերի եւ այլն, բայց ես ավելի վատ բան կասեմ։ Մեր կրթական համակարգում հատկապես այն մասնագիտությունների պարագայում, որոնք պահանջում են թիմային աշխատանք, նույնիսկ բուհի ներսում շատ դժվար է ստեղծել կոմունիկացիա, որովհետև կրթական համակարգը ինքը շատ արխայիկ է եւ թույլ չի տալիս, որպեսզի ռեգուլյար ու ես որ սկսեցի խոսել այդ մասին, որ ռեժիսորը չի համագործակցում սցենարիստի հետ, սցենարիստը օպերատորի հետ, օպերատորը մոնտաժի ռեժիսորի հետ, դա նաեւ գալիս է հենց կրթական համակարգից, այնպես որ երևի մինչեւ այդ գլոբալ փոփոխությունը ակադեմիական քաղաքի գաղափարը եւ միավորումները նախ եւ առաջ պիտի բուհում այդ հարցը շտկել, հետո նոր անցնել հաջորդ մակարդակին։ Ես կուզեի մի քիչ վերադառնալ հարցին, որտեվ ի սկզբանե հիմա մենք սկսեցինք էլի խոսել ստեղծագործողներից։ Այսինքն, բայց հարցը դրված էր նրանում, որ ոնց անենք, որ մշակույթի արվեստի կառավարիչները, այսինքն ինչ որ մի որակի կամ ինչ որ մի, ասենց ասած, ընդհանուր տրված արտադրանքը կամ այն ինչ որ իրանք անում են ունենա այն ինչ որ ուզում ենք մեր իշա մեր երկի կամ զարգացման ասենց ասած մշակույթի, բայց դե մի հատ է հատված կա, որ
բացի այն մարդկանցից, ովքեր սովորում են, այսինքն դառնում են արվեստի կառավարիչ, եթե սենց անենք, այդ բառի մեջ մենակ պրոդյուսերներին չմտցնենք, նաև մտցնենք այն մարդկանց, ովքեր տարբեր պետական համակարգերում, այսինքն աշխատում են։ Եվ ցավոք սրտի մենք ունենք մարդիկ, ովքեր որոշիչ, այսինքն կանոնավորած չեմ ասում, սա տարբեր, այսինքն սա մենակ նախարարությունների մասին չի, հա, դա կլինի թանգարաններում, դա կլինի համալսարանում եւ մարդիկ, ովքեր տարբեր պոզիցիաներ են, այսինքն զբաղեցնում, բայց շատ փակ են։ Այսինքն իրանք այսօրով չեն մտածում կամ վաղվա այն պատկերացման, որով մենք ուզում ենք, ու ես կարծում եմ, որ նաև շատ կարևոր աշխատանք է այդ մարդկանց կամ վերա տրեյնինգների դա չգիտեմ, այն ինչ որ հնարավոր է, այսինքն դա էլ է կրթական, այսինքն կրթական այդ process-ում, որ մենք խոսում ենք, կամ այդ մարդկանց է պետքա փորձել բերել դաշտ այսօրվա, կամ պետքա լինի փոփոխություն, որպեսզի այն մարդը, որը որոշում է կայացնելու, այն մարդը, որը պետական կողմից այդ վեկտորի տանողն է, ինքը տա բաց սահմաններ, տա հնարավորություն, տա այն տեսլականը, որը նորմալ է, այլ ոչ թե փակա ու սենց լրիվ կարծրատիպային է դառնում։ Ինձ թվում է դա էլ է շատ կարևոր այն մեր ասած վեկտորի ու զարգացման առաջ գնալուն, որտեվ այդ մարդիկ տալիս են հնարավորություն ինչ որ փառատոների, այդ մարդիկ տալիս են ինչ որ կրթական ծրագրերի, այդ մարդիկ տալիս են հնարավորություն ինչ որ մի ինստալացիայի հասարակ քաղաքում կլինի, պատկերասրահում, թանգարանում եւ իրանցից է կախվածելում շատ ժամանակ այդ զարգացումը։ Դրա համար կարծում եմ նաև ըստեղ էդ էլ պետքա հաշվի առնել, չգիտեմ ինչքանով ու ինչ process է դա, այս ամեն ինչ որ մենք խոսում ենք, բայց դա այդ կետերից մեկն է, որ այդ մարդկանց ու դա անպայման չի պրոդյուսերներ են։ Այսինքն դա տարբեր էշելոնի մարդիկ են, այսինքն տարբեր կառավարման հնարավորություն ունեցող։ Շարունակելով թեման, ասեմ, որ որպեսզի կառավարման եւ առհասարակ մշակութային դաշտի զարգացման գնանք, շատ կարևոր է նաև միջազգային փորձի ներդրումը նաև մեր երկրում, որը որ երկու կոմպոնենտ ունի, մեկը շատ վտանգավոր ճանապարհ է, մեկը շատ լավ, դա գործընկերային հարաբերությունն է եւ հովանավորչական հարաբերությունն է։ Երբ որ մենք միջազգային կառույցների հետ փորձում ենք կառուցել գործընկերային հարաբերություններ, այդ ժամանակ մենք սնուցվում ենք այդ կառույցներից ու սկսում ենք գիտելիքների փոխանակման միջոցով, փորձի փոխանակման միջոցով, նաև ֆինանսների համատեղ ներդրմամբ բերել մեր երկիր գիտելիք, փորձ եւ հնարավորություններ, այդ թվում նաև փոխկապակցված այդ ամեն ինչը չտեսնելով միայն փակ մեր Հայաստանի տարածքում, այլ երբ որ մենք աշխատում ենք գործընկերային հարաբերությունների մեջ, օրինակ Հայաստան կոնսերվատորիան աշխատում է եվրոպական որևէ մի կոնսերվատորիայի հետ գործընկերային, ինքը իր ուսանողներին ընդունում է իր մոտ եւ իր ուսանողներին ուղարկում է այնտեղ եւ այդ փորձի փոխանակությունը մեծ զարգացում է տալիս եւ գիտելիքի տեսակետից եւ փորձի տեսակետից։ Երկրորդ տարբերակը, երբ որ մենք անընդհատ ձգտում ենք հովանավորչական կամ գրանտերից սնվելու հնարավորություն, դա մեծ խնդիր է ստեղծում, որ պետությունը սկսում է գցել կախվածության մեջ եւ հիմնականում այդ գրանտերի տրամադրող կառույցները սկսում են ոլորտում աշխատել շատ սպეციფიկ մի քանի կառույցների հետ եւ անընդհատ ֆինանսավորել իրենց շահը հետապնդող կառույցներին, որը որ քաղաքական տեսակետից, նաեւ մարդկային բովանդակության տեսակետից մեր պետությունը տանում է կախվածության տարածք։ Մի հատ էլ հարցի կուզենայի անդրադառնալ, դա հանդիսատեսի, այսինքն երբ որ հանդիսատեսի ճաշակի ուղղությամբ գնալու արվեստի կամ հակառակ ուղղությամբ գնալու, ինձ թվում է երկու պետքա դա միքս լինի, որը որ հիմնված լինի էլի տվյալների հավաքագրման, ուսումնասիրությունների, research-ը շատ կարևոր բան է, կներեք, չնայած ասել էի հայերեն բառը արդեն, բայց այդ շատ կարևոր կոմպոնենտ է, որ հանդիսատեսի ճաշակը պետք է ձևավորել ոչ թե սովորեցնելով, որ այ դու վատ երաժշտություն ես լսում, դա չի կարելի, այլ բերել իրեն մի միջավայր, որտեղ որ իրեն դուր կգա լսել այն երաժշտությունը, որը որ ինքը կլսի արդեն մասնագետների կողմից ուղղորդված կերպով, կամ բերել մի միջավայր, որտեղ որ ինքը շատ գրավիչ ձևով կտեսնի ֆիլմերի, արժեքավոր ֆիլմերի շարք, որտեղ որ իրեն ինչ որ մի բան իմպուլս կփոխանցի, որովհետև մարդու ուղեղը ընկալում է այն, ինչը որ դու տալիս ես իրեն միջավայրի մեջ։ Այդ միջավայրը շատ կարևոր հանգամանք է։
Շնորհակալություն, եթե դահլիճում կան հարցեր, Շնորհակալություն ինձ հարց ընձեռնելու համար։ Ես այս պահին ձեզ կներկայանամ որպես Արցախամայր, որովհետև իրավունք ունեմ այդ տիտղոսը իմ վրա կրելու։ Դուք խոսում եք արվեստի զարգացման, մշակույթի կրթության զարգացման հարցերից։ Ես խնդրում եմ ուղղակի արցախցիներին ինտեգրել Հայաստանի հայկական մշակույթի կրթության եւ արվեստի բնագավառում։ Հավատացեք, նրանք ձեր արվեստի աղն ու համը կդառնան, հոտը կդառնան։ Թերևս նրանց մեջ նաև այդպիսի կառավարիչներ, պրոդյուսերներ կբացահայտեք, որոնք կկառավարեն այդ բնագավառը։ Բազում շնորհներով օժտված արվեստագետներ են եկել, որոնք այսօր անգործ են։ Նկարիչը մի վրձին չունի, մի ներկապնակ չունի, մի անկյուն չունի իր նկարները, իր մտքերը արտահայտելու համար եւ արվեստի մշակույթի կրթության տարբեր բնագավառի աշխատողներ այսպես անգործ են, կենցաղային ճահիճը կլանել է նրանց, հոգում են միայն բնակվարձ վաստակելու համար, աղաչում եմ ձեզ, Տեր կանգնեք մեր Արցախի արվեստագետներին, մշակույթի եւ կրթության բնագավառի ներկայացուցիչներին։ Շատ շնորհակալ եմ։ շնորհակալություն, շատ շնորհակալություն։ Ինձ թվում է հիմա մի փոքր մի քանի հարցեր հավաքենք, հետո ընդհանուր մի հատ կխոսենք, բայց համենայն դեպս առանձնահատուկ շնորհակալություն եմ ասում ձեզ, որ իրականությունը բերեցիք մի փոքր ավելի մոտ մեր երկխոսությանը, չնայած համոզված լինելով, որ ամեն մեկս մեր օրվա մեջ այդ իրականության մի մասն ենք։ Շնորհակալություն։ Ես Մարիամն եմ Չախոյան, ներկայացնում եմ Թուխմանու կազմակերպությունը, շնորհակալություն նախ միջոցառման համար։ Պիտի ասեմ, որ այս պահին ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընթանում է 25-րդ սեսիան, որը սկսել է ամսի 11-ին, հաջորդ փուլը 24-25-ին Փարիզում կընթանա եւ նախագահում է մի աղջիկ, ով հայերեն, ով հայ անուն ունի, Գարանե Ումարովա։ Ինձ հետաքրքրեց ես բացեցի նայեցի կենսագրությունը, ու տեսա, որ հենց մենեջմենտի բնագավառում ունի կրթություն, ընդ որում Մեծ Բրիտանիայում ստացած, ու այս ամբողջ պանելի ընթացքում ինձ հետաքրքրում է երկու հարց։ Ունենք մենք մասնագետներ, որոնք ստացել են կրթություն դրսում եւ պատրաստ են իրենց փորձը կիսվել այստեղի մեր բուհերում, կա արդյոք համագործակցություն հաստատված եվրոպական օրինակ կամ ամերիկյան կամ այլ փորձառու բուհերի հետ եւ որոնք են դրանք։ Կարճ ակնարկ արվեց նաեւ դիվանագիտության մշակութային, ինչը արվում այդ մասով, եթե կարելի է, էլի։ Շատ շնորհակալություն, եւս երկու հարց լսենք։ Ես վախենամ իմ հարցը մի քիչ շատ տարողունակ է, հա, այդ կարող եմ ուղղակի ասել ու չքննարկենք։ Լիլիթ Բլեյան, երգահան, Մուզանավ մշակութային կազմակերպության հիմնադիր։ Մենք պրոդյուսինգից ենք խոսում, կառավարումից ենք խոսում արվեստի։ Այսօր մեծ հաշվով պետությունն է ամենամեծ արվեստի կառավարիչն ու պրոդյուսերը, հաշվի առնելով այն ռեսուրսները, որ տիրապետում այնքա մշակույթի արվեստի ոլորտում։ Այս սրահը, պետական սրահը, բազմաթիվ այլ սրահներ, այսինքն ռեսուրսակիր ամենամեծ ուժը արվեստի ու մշակույթի ոլորտում շարունակում մնալ պետությունը։ Ես չեմ ասում դա լավ է թե վատ, բայց եթե մենք խոսում ենք ապա կենտրոնացումից եւ դրա բերած հնարավոր մանից, օգուտներից եւ այն տեսլականից, որը մենք պիտի ունենանք, ասենք, չգիտեմ, 100 տարի հետո, 10 տարի, թե մի տարի հետո, արդյոք այն համակարգը կենտրոնաձիգ, նույնիսկ ես կասեի այսօրվա առումով բրգաձև համակարգը, որը գործում է մեր մշակութային պետական կառավարման ոլորտում, արդյոք այդ համակարգը նպաստում է այդ հերու տեսլականների կառուցմանը, թե մենք այնուամենայնիվ պետք է նաև խոսենք այն մասին, որ պետական ոլորտի մշակութային կառավարումը ինքը պիտի սկսի փոխվել վերջապես։ Ընդ որում գիտենք, երևի ծանոթներս գիտեն իմ վերաբերմունքը ներկա իշխանություններին, բայց դա չի վերաբերում միայն այսօրվա համակարգին։ Մենք ժառանգել ենք սովետական այդ կենտրոնաձիգ կառավարումը եւ ցավոք սրտի դրանից որևէ կերպ չենք հրաժարվում, նույնիսկ
ուժեղացնում ենք այդ ուղղաձիգը եւ արվեստագետը ստեղծագործող մարդը մինչեւ այսօր ստիպված է լինում մտնել պետական կաբինետներ իր ստեղծագործական նախագծերը առաջ տանելու համար եւ դա ինձ դուր չի գալիս ես օրինակ չեմ գնում պետական կաբինետներ որովհետեւ ես դա համարում եմ հակաբնական ազատ ստեղծագործող մարդու համար արդյոք մենք չպիտի երբ խոսում ենք արվեստի կառավարումից մշակույթի ապակենտրոնացումից եւ այլն կարևոր, եթե ոչ առաջին տեղում, հենց քննարկման առարկա դարձնենք այդ պետական մշակույթի կառավարման պետական համակարգի ապակենտրոն եւ գոնե հետագայում, հա, գոնե անդրադառնանք մենք դրան այդ տեսանկյունից։ Շնորհակալություն։ Ես կուզենայի ասել, որ հենց նույն ասան հարթակ է, որտեղ մենք ոչ մենակ պատասխանում ենք հարցերին, մենք նաեւ ինչպես ամեն անգամ նշում ենք, մենք այսօր նաեւ հավաքագրում ենք այն խնդիրները, որոնց շուրջ նաեւ կարող ենք մենք հետագայում ինչ որ ներդրումներ ունենալ կամ մեր ծրագրերը կառուցել դրանց շուրջ։ Դրա համար ուզում եմ խոսքը սղել ձեզ, անպայման չի դուք բոլոր հարցերը վերցնեք ձեզ որպեսի պատասխան, մենք որպես ոնց որ ասա վերցնում ենք այս հարցերը որպես մեզ օրակարգային, որտեղ մենք կփորձենք մեր ունեցած ներուժով եւ հիշելով անցած տարվա քննարկումները, այս տարվա պանելային քննարկումները ստեղծվել են անցած տարվա հարցերից եւ մեկ տարվա գործունեության շուրջ ծակած բոլոր խնդիրներից Ադամյան Սիևա, art manager, մենք շատ խոսում ենք կրթության մասին ու այդ բացի մասին, որ համասարաններում չկա այդ կրթությունը, մենք չենք, այսպես ասած, աճացնում նոր art manager-ներ, նոր կուրատորներ եւ այլն, բայց ես ցենց մի հատ հարց ունեմ։ Արդյոք մենք ունենք այն մասնագետներին, ովքեր որ կարող են ավարտացնել այդ կուրսը 4 տարի պետք է այդ երեխեքին դասավանդեն։ Ես ինքս երբ վերադարձա Հայաստան, 2 տարի անց Հայաստան եմ եկել, գնացել եմ ուղիղ Գեղարվեստի պետական ակադեմիա, ասել եմ, եկեք ես արվեստի կառավարում դասավանդեմ։ Ինձ շատ բաց ընդունել են այնտեղ, շատ բաց, ես հիմա այնտեղ դասավանդում եմ արվեստի կառավարում, նույն հարցերը, որ բարձրացվեց, պորտֆոլիո չունեն իրանք չգիտեն ոնց open call-երի մասնակցեն եւ այլն, այս ամեն ինչը ես տալիս եմ, բայց ես ես տալիս եմ ստեղծագործողներին, այսինքն գեղանկարի, քանդակի եւ այլ բաժնի ուսանողներին եմ տալիս։ Այս շատ լավ է, որտեվ իրանք ճանաչում են շուկան, իրանք հասկանում են ոնց պետքա գործեն, որ art manager-ը դիմի իրենց, իրանք հասկանան շուկան եւ այլն, բայց ես հասկանում եմ, որ ու ես շատ երեխեքին ասում եմ, ինչ լավ կլներ ձեր հետ միասին հիմա աճեր art manager-ի սերունդը, հա, ու դուք միասին աճելով արդեն իրար հետ կհամագործակցեիք, բայց մենք իմ հարցը էսա, արդյոք ունենք, եթե ունենք, ոնց կարող ենք այդ թիմը հավաքել պետական ինստիտուցիոնալ մակարդակով թեկուզ դիմել, կազմակերպել, եթե կարիք կա ֆինանսավորել, վերապատրաստել, դրսում բերել, ոնց որ Արմենը նշեց, դա շատ նոր մասնագիտություն է ու կարիք ունի վերապատրաստման, բերել ու դա ներառել։ Ես չեմ կարծում, որ դա պետքա լինի մենակ Գեղարվեստի ակադեմիայում։ Նույն այդ մասնագիտությունը կարելի լինի տնտեսագիտականում, ամերիկյանում, եվրոպականում եւ այլն, հա, այս իմաստով։ Հարցս հենց դրա մասին էր, ոնց հավաքենք այդ թիմը ու ոնց դրան նայենք, նոր հետո կրթենք։ Մերսի։ Շնորհակալություն ու երևի թե ես այս հարցերին ավելացնեմ իմ հարցը ու ամեն մեկս մի շատ ավելի հակիրճ պատասխանենք, որն է այն կարողությունը, որ դուք նույնիսկ ձեր ամենօրյա կյանքում, երբ որ հանդիպում եք կառավարչական եւ այդ մենեջմենտի մասին ձեր առօրյայի, որն է այն խնդիրը, որ ըստ ձեզ շատը հենց դուք կարիք ունեք, որ այդտեղ ներդրում լինի ոլորտում։ Նախ շնորհակալություն եւս մեկ անգամ թե պանելային քննարկումը կազմակերպողներին, թե մասնակիցներին, թե հարց տվողներին, իհարկե մի քիչ բարդ է այսպես միանգամից բոլոր հարցերին անդրադառնալը։ Զուտ ընդհանուր կասեմ, որ այո, Հայաստանում շատ մի քանի կարևոր հարց մի տեսակ համընկան, մեկը որ խնդիր կա, այո, մասնագիտական, որպեսզի այդ մասնագետներին ինչ որ մեկը սովորացնի մասնագետ լինելը։ Այո, կան Հայաստանում մարդիկ, ովքեր արտերկում են սովորել, այստեղ փորձում են ինչ որ ձևով պրակտիկ իրենց գիտելիքները օգտագործել, բայց ցավոք սրտի աշխատանքը այնքան շատ է, որ դասավանդման հետ կապված խնդիրներ կան ու եթե խոսում ենք նույն Գայանե ու Մարվայի մասին, ում մասին խոսվեց Ուզբեկստանից, եթե չեմ սխալվում, ես իր հայկականությունը զուտ հուշում եմ իր անունը, այսինքն ինքը մշակութային կառավարման շատ կարևոր
դեմք է հենց Ուզբեկստանում, Վենետիկի արվեստի բիենալեում պավիլյոնն է արել մի քանի անգամ, ճարտարապետական բիենալեի հետ է կապված եղել, բայց սա գալիս է նաև այդ երկրի ոնց ասեմ, մշակութային քաղաքականությունից, որը հատկապես վերջին տարիներին շատ ակտիվ ներդրում է անում մշակույթի մեջ, այդ թվում մասնավոր սեկտորին ակտիվ ներգրավելով, իհարկե կարող են հարցեր առաջանալ, թե այդ ինչ ինստիտուցիաներ են բացվում, որքանով են դրանք շատ այսպես արևմտյան մոդելի, ոնց որ ասես պարաշուտ արված ոնց որ թանգարաններ լինեն, ինչպես ասում են, պրոյեկտներ լինեն, բայց դա շատ լավ ցույց է տալիս, որ կա այդ մեծ փոփոխություն, որ այնտեղ նույն եթե վերցնենք Գայանե Օմարովայինով նույն միացյալ թագավորությունն է կրթություն ստացել, հետո վերադարձել Ուզբեկստանում դարձել է շատ կարևոր մշակութային կառավարիչ, այստեղ այդ թվում նաև համակարգի նման մի քիչ չնայած որ կիսում ենք համակարգային մոդելը, հետ խորհրդային, կարելի ասել ինչ որ ձևով համընկնում է, բայց այնտեղ ոնց որ ստացվում է ավելի ճկուն են դառնում, այստեղ այդ ճկունությունը դեռևս չկա։ Ու երբ խոսում ենք կառավարության, կառավարական համակարգի մշակութային քաղաքականության մասին, այստեղ ինձ թվում է հիմնական խնդիրներից մեկը ու այդպես շատ գրականության մեջ կա, հետազոտություններ կան այդ թեմայով, որ երբ կառավարությունը դադարում է ինքն իրեն դիտարկել որպես մշակույթի տեր, միանձնյա, որտեղ այդ պետական բոլոր հաստատությունները ինչ են, իրանք ինչպես ասացիք արդեն, գլխավոր մշակույթի կառավարիչներն են ու փաստորեն դառնում են մշակույթի տերերը, այսպես չակերտավոր։ Ու արդեն եթե իրենք այդ տերը դառնալուց զատ կարողանան ներգրավել այլ խաղացողների ոչ թե զուտ այսպես ձևի համար, այլ ավելի ռեալ, առարկայական, թե որոշումներ կայացնելու, թե քաղաքականություն մշակելու, թե այլ հարցերում, որը չի բխի միայն այն շահերից, որոնք իրոք կարծրացած են, կարծրացած պետական շահեր կան հետ խորհրդային, որը շատ համապատասխանում է այն, ինչ որ եղել է խորհրդային ժամանակաշրջանում։ Հիմա շատ շահեր, այսպես գործոններ, խաղացողներ դաշտի փոխվել են, եւ պետք է նրանց ներգրավումը այդ թվում համայնքային մակարդակով, համայնքային կառույցների ստեղծումը, փոքր ինստիտուցիաների ստեղծումը, փոքր ինստիտուցիաների աջակցումը պետքա բերի շատ մեծ փոփոխության։ Բայց ինչպես մի քանի անգամ նշվեց, ամենամեծ խնդիրներից մեկը նման խնդիր ստեղծելը, որ մենք իրականում մշակութային ոլորտի գործիչները, մշակութային ինստիտուցիաները, արվեստի ինստիտուցիաները, մենք մինչև վերջ չգիտենք մենք ում համար ենք այդ ամեն ինչը անում։ Սա ամենամեծ խնդիրներից մեկն է, ինչի մասին այսօր խոսվել է, ես այդ հանդիպում բաց եմ թողել, բայց ես շատ լավ տեղյակ եմ ինչպիսի այսպես ասած մշակութային սպառողների հետազոտություն է արվում եվրոպական մի շարք երկրներում, հասկանալու համար թե իրենք ինչ խնդիրների հետ գործ ունեն, հասկանալու համար մշակութային սպառման ոլորտում իրենց բացերը, սեգմենտացիան ինչպես պետք է արվի, այդ տվյալների մշակումը մեր մոտ բացարձակ բացակայում է բոլոր արվեստային մշակութային ինստիտուցիաները։ Մենք գիտենք 4 թիվ այցելուների քանակ, ուրիշ ոչ մի ինֆորմացիա չգիտենք, ու այդտեղից գալիս են արդեն բոլոր բացերը, եթե դու չգիտես ովքեր են քո ռեալ մշակութային սպառողները, դու երբեք չես իմանա ովքեր քո սպառողները չեն։ Դու չես կարող իմանալ քո բացերը, ու այստեղ գալիս է արդեն այդ մյուս հարցը, երբ մենք խոսում ենք էլի չեմ սիրում այդ ճաշակ ձևավորելուց, այսինքն կամ հասարակական ինչ որ կարծիքներ մշակութային ինչ որ բանը պետք չի ոչ մի բան ձևավորել, պետք են պարզապես պայմաններ, պետք է լինի առողջ միջավայր, երբ որ մաքուր մշակույթը, թե դա կլինի վիզուալ մշակույթ, կլինի, չգիտեմ, գրական, թատերական, կինո եւ այլն, կզարգանա։ Երևի այսքանը ինչ որ չափով ու քանի որ այսօր շատ խոսվեց կինո պրոդյուսերությունից, բոլորին խորհուրդ եմ տալիս նայել The Studio ֆիլմը, սերիալը, որտեղ դրա մասին շատ լավ ներկայացվում է, ովքեր չեն տեսել, այդ պրոդյուսերը այդ թվում art house-ի ու կոմերցիոնի բախումը ինչպես է տեղի ունենում եւ ինչպես է պրոդյուսերը երբեմն ստիպված զիջել իր դերքերը եւ դա ոչ միայն կինոին է վերաբերում, այլև շատ այլ ոլորտների արվեստի կառավարիչներին։ Շնորհակալություն։
Ես երևի կսկսեմ հենց շոակաթի հարցից, խնդիր, որը մենք այս պահին ունենք եւ անհրաժեշտ է շատ արագ լուծում տալ եւ կփորձեմ մյուս բոլոր հարցերը, գրեթե բոլոր հարցերը միավորել սրա շուրջ, կոնկրետ ես կարող եմ իմ փորձից ելնելով ասել, ինչի կարիքը մենք ունենք այս պահին, դա վերադառնալով հարցերից մեկին իրոք մասնագետների պակասն է եւ մասնագետների վերապատրաստման այսպես կոորդինացված ծրագրերի պակասը, որը շատ մեծ է, հսկայական է։ Ուրեմն կոնկրետ երբ ես ասում եմ, որ ես մեկ շաբաթ չեմ պլանավորում, իհարկե դա այդպես չի, դա միգուցե անձնական կյանքիս է վերաբերում, բայց բնական է մենք ունենք տեսլական, որը մենք լուծում ենք, բայց մենք ունենք նաև ֆինանսական, խնդիր, մենք ուզում ենք բերել մասնագետների թիմեր եւ մենք համագործակցում ենք իրենց հետ, իրենք պատրաստ են գալ, բայց դրա համար անհրաժեշտ են ռեսուրսներ, որոնք մենք այս պահին ցավոք սրտի չունենք։ Փորձում ենք լուծել խնդիրը, ուրեմն հաջորդ քայլին եմ, գնում, փորձում ենք լուծել խնդիրը մասնագետների ներգրավմամբ, ովքեր զբաղվում են գրանտային ծրագրերով կամ միջազգային, ուրեմն ծրագրերի մոնիտորինգով եւ ռեսուրսների ներգրավմամբ, որոշ առումով հաջողությունների հասնում ենք, բայց միևնույնն է խնդիրը կա։ Իհարկե շատ օգնում են երկու կոորդինացված ծրագրեր, որոնցից մեկը պետական է եւ երկրորդը հիմնադրամ է, առաջինը իգործն է, որի միջոցով մենք բերում ենք այս ներուժը, հենց ձեր ասած հարցին եմ անդրադառնում, որ դրսում սովորած մարդիկ, ովքեր հնարավորություն են ստանում մեզ մոտ աշխատելու եւ 1 տարի հետո մենք արդեն գիտակցում ենք, արդյոք այս մարդը պետք էր կարողացավ կատարել այն գործառույթները, որոնք մենք իրենց ստանձնել էինք եւ ակնկալում էինք ռեզուլտատներ, միշտ չի որ աշխատում է, բայց այդ առումով իհարկե իգործը շատ լավ ծրագիր է, որովհետեւ 1 տարվա ընթացքում դու կարողանում ես հասկանալ, արդյոք այս մարդը ի վիճակի է աշխատելու թե չէ։ Ավելին ասեմ, 1 ամսվա ընթացքում հենց հիմա մենք ունենք միջազգային բաժնում աշխատող, որը ընդամենը 1 ամիս է կամ 1.5 ամիս է մեզ միացել, մենք արդեն գիտենք, որ գին չունի։ Ինքը որպես մասնագետ հիմա արդեն մտածում ենք ինչպես իրեն պահել մեր համակարգում, ինչ նոր հնարավորություններ ստեղծել եւ երկրորդը Կերոն հիմնադրամն է, որը ավելի շատ արդեն կայացած մասնագետների է ներգրավում եւ փոփոխություններին, անդրադառնալով, տեսեք, Ռուդիկը նոր խոսում էր, ես անկեղծ եմ ասում, այսպես sense սիրտս sense ոնց որ սեղմվում էր, որովհետեւ իրոք ներսում բուհերի բոլոր ինստիտուցիաների ներսում կա շատ մեծ դիմադրություն ցանկացած փոփոխությանը։ Մենք դա լուծում ենք, մենք դա պարզապես դա այնքան ցավոտ, այնքան նույնիսկ ասեի ինտիմ թեմա է, որ յուրաքանչյուր ինստիտուցիայի ղեկավար այդ բեռը կրում է եւ փոխել տվյալ մասնագետների մտածելակերպը, ես ձեզ հավատացնում եմ արդեն 2.5 տարի է, ես տեսնում եմ դա հնարավոր չի։ Մարդիկ, որոնք իմ հասակակիցներն են, ինձանից մեծ են, նույնիսկ ինձանից ավելի երիտասարդ, եթե իրենք ունեն այս մտածելակերպը, հնարավոր չի, իրենք այդպիսին ձևավորվել են արդեն 20 տարեկանում, իրենք եղել են այդ մտածելակերպի մարդիկ։ Իրենց հանել մեր օրենքները թույլ չի տալիս։ Այսինքն մեր օրենքը շատ աշխատակցամետ է եւ այդ օրենքի պատճառով մենք ուղղակի ստիպված ենք բալաստի պես կրել մեր ուսերի վրա բազում մարդկանց, ովքեր միայն աշխատավարձ են ստանում եւ ոչինչ բացարձակ չեն անում։ Իրենց գրեթե հնարավոր չի, իրենք անխոցելի են օրենքի տեսակետից եւ ես դա ցավոք կրում եմ ինձ վրա, նույնիսկ մի շատ ծանր օրինակ ունեմ, երբ մարդը բացարձակ հարբած քննություն է ընդունում, ես իրեն աշխատանքից հեռացնում եմ, հետո դատական համակարգում, չգիտեմ ինչ մախինացիաների, ինչպիսի ճանապարհներով այս մարդուն ոչ միայն պահանջ են ներկայացնում ինձ վերականգնելու իրեն, այլ նաև վճարել նյուստոյկա, մեծ թվով հարբած իրեն բռնացրել ենք, արձանագրվել է, թուղթը չգիտեմ ինչ ճանապարհով վերացվել է բանից, այսինքն դա հնարավոր բան չի, փոփոխությունները անհրաժեշտ են եւ դա արվում է արդեն կետային, այսինքն ստիպված մենք մեր հաստիկացուցակն ենք
լայնացնում, որը բացարձակ լավ չի անդրադառնում մեր բյուջեի վրա, մեր բոհի բյուջեի վրա, հա։ Եվ վերջին հարցը Լիլիթը տեսնում եմ գնաց արդեն, բայց Լիլիթի հարցներ դա պետական ոլորտի ապակենտրոնացումը կան դարձյալ արվեստներ, որոնք հնարավոր չի բացարձակ լրիվ ապակենտրոնացնել կոնկրետ կինոյի պարագայում, եթե մենք ուսումնասիրում ենք եվրոպական փորձը, որը մեզ ավելի հոգեհարազատ է, ավելի մոտ է, այնտեղ պետական դոտացիաները, պետական գրանտերը շատ կարևոր դեր են խաղում ցանկացած ֆիլմի նկարահանման համար։ Նույնիսկ կան միջպետական շատ եվրոպական կինոն ամբողջությամբ միջպետականի վրա է, որովհետև յուրաքանչյուր երկիր մեկ իր կառավարությունից, իր պետությունից ստանում է գումարներ, որ կարողանա բան անել, բայց օրինակ թատրոնների պարագայում դա հնարավոր է, բայց արվեստագետները իրենք են դեմ։ Եղել են փորձեր, ես հիմա չեմ ուզում կոնկրետ մատնանշել, որ թատրոնների մասին է խոսքը, որ իրենց պարզապես ասել են՝ դուք պրոդուկտ չեք տալիս։ Դուք ներկայացումներ չեք պատրաստում։ Դուք ոչինչ տարիներ շարունակ չեք անում։ Եթե տալիս եք տարեկան 1 կամ 2 տարին մեկ ներկայացում, դա բացարձակ բրակ է առանց հանդիսատեսի, առանց ոչ մի բանի։ Իրենց ուղղակի դրել են պայման, որ պիտի դուք ինքներդ աշխատեք կամ գնացեք միավորվեք մեկ այլ թատրոնի հետ, որը ավելի բան է, հա, ճիշտ է աշխատում, ֆինանսավորման մեխանիզմի առումով մեծ աղմուկ, քաղաքական երանգներ, չգիտես ինչ։ Այսինքն, այստեղ նորից մենք խնդիր ունենք մեր ներսում, հա, մեր արվեստագետը պատրաստ է այդ ապակենտրոնացմանը, թե ոչ։ Որովհետև դա մեծ սկանդալների, մեծ մանիպուլյացիաների եւ առևտրի առիթ է ամեն անգամ ստեղծում։ Շնորհակալություն, ինձ թվում է այսօր առանձնահատուկ մի օր էր, երբ որ անկեղծությունը ավելի շատ էր, քան ամեն ինչ, այսօր ուզում եմ ասեմ շատ շնորհակալություն ձեզ բոլորին, ինձ թվում է մենք խոսացինք շատ տարբեր գույների, ձևերի եւ բոլոր պանելային քննարկումներին, մենք չմնացինք այդ քաղաքավարության շրջանակի մեջ, ուղղակի ուզեի, որ եթե հնարավոր է մի փոքր ավելի հակիրճ պատասխանենք։ Ուղղակի հարցերն են լավն էին, տենց վարում եմ բան ունեմ ասել, կփորձեմ շատ կարճ։ Առաջի հարցը եղել է արդյոք մեր համակարգը պատրաստ է, որ այտենց լավ համագործակցությունները անենք, թե չէ։ Ես կարծում եմ ոչ, բայց կարծում եմ, որ օրինակներ կան, որ կարող ենք վերցնել ու ուղղակի իմպլեմենտ անենք։ Ինչ նկատի ունեմ, օրինակ public-private partnership շատ սովոր օրինակն է, որ մասնավոր ոլորտ եւ պետություն իրար հետ համագործակցում են, որպեսզի ինչ-որ նախագիծը իրականացնենք։ Բայց դրանք շատ դժվար են, որտեղ շատ տարբեր մասնակիցներ են, տարբեր ինցենտիվներ ունեն, տարբեր պահանջներ ունեն։ Դրա համար նաեւ համակարգը պետք է դա incentivize։ Այսինքն, օրինակ, եթե նայում ենք Եվրոպայում եւ Ամերիկայում կա B Core կազմակերպություններ։ Դրանք հատուկ կազմակերպություններ են, որը հենց ուղղված են դեպի սոցիալական աշխատանքներ, այսինքն ինքը բիզնես մոդելն է, որը մի քիչ օգնում է, որ այդ սոցիալական մասը զարգանա։ Տարբեր ֆինանսական ինցենտիվներ կան նաև աշխարհում, որը պետությունը կարող է ոչ թե ստիպի, բայց ոնց որ incentivize անի մասնավոր ոլորտը, որ իրենք ներդրում դնեն արվեստի մեջ եւ ոչ մենակ ինչ որ branding event-ի համար։ Այսինքն արդյոք ֆինանսավորենք արվեստը, որը արվեստն է ու ոչ թե միջոց branding-ի համար։ Անձամբ ինձ ինչա պետք ամեն օր մարդիկ, որ գործը անում են մինչև վերջ։ Այսինքն ոչ թե մենակ միտքը ներկայացնես, project plan-ը մշակես, հետո որ անում ես քայլից քայլ մինչև վերջ տանես այդ պրոյեկտը։ Դա ինչ որ գիտելիքն է, որ պակասում է ահավոր։ Շնորհակալություն։ Ուզում եմ ասել, որ այսօր շատ տարբեր բաների մասին ենք խոսացել ամբողջ օրվա ընթացքում, խոսեցինք ապակենտրոնացման մասին, խոսեցինք ֆինանսավորման մասին կամ տարբեր, չգիտեմ, հետազոտահեն կամ տվյալահեն որոշումների մասին եւ բոլորս եւ կառավարման մասին ենք խոսում, բոլորս ինձ մի տեսակ նաեւ գիտակցում ենք, որ ինչ որ բաներ երևի թե տեղի չեն ունենում, որովհետեւ եթե այս ամեն ինչը տեղի ունենա նաեւ որոշումները կլինեն շատ ավելի հորիզոնական, ոլորտը ավելի կլինի ինքնակազմակերպված եւ միանձնյա որոշումները շատ ավելի դժվար կիրականացվեն եւ այստեղ գալիս է այսինքն հենց նույն այդ համայնքի գաղափարը, որ հուսով եմ մեր բոլորի մոտ կստացվի, որովհետեւ մենք
մենք նույն համայնքն ենք ու այստեղ ուզում եմ նշել ասայի գաղափարը տարբեր ենք միասին, որ բազմաթիվ քննարկումների արդյունքում եկանք այդ գաղափարին, երբ որ մենք կարանք լինենք տարբեր եւ միասին, եւ ես ուզում եմ ասել շնորհակալություն մեր այս տարբեր գաղափարների համար։ Մենք մի ճանապարհ ենք սկսել ասայով հենց հոսքով, որ մենք սկսել ենք ու մենք ճանապարհին ենք ու մենք գնում ենք ու շատ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ այսօրվա բոլոր խոսակցություններին, որովհետև իրանք իրոք անկեղծ են ու ինձ թվում է հենց նույն այս երկխոսությունը, որ տեղի է ունենում եւ տեղի է ունենում բաց, սենց ակնհայտ խոսում ենք խնդիրների մասին, ինձ թվում է ինչ որ միտեղ մենք հասնում ենք լուծումներին, որովհետև գոնե սկսել ենք արդեն ավելի բացահայտ խոսել խնդիրների մասին։